Հայաստանը գտնվում է սեյսմիկ ռիսկային գոտում։ Այդ պատճառով հաճախ են երկրաշարժեր լինում։ Դրանց մեծ մասը մենք չենք զգում, քանի որ ցածր մագնիտուդով են լինում։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Գառնիի դիտարանում ուսումնասիրում եւ վերլուծում են երկրաշարժերը։ Դիտացանցը բաղկացած է 48 դիտակայանից, որոնք ապահովում են երկրի ամբողջ տարածքի մոնիտորինգը։ Այդ ռեգլամենտով է, էլի կարգավորում, ոչ թե մեր ուզելիքով։ Այս էլ արդեն ավելի մեծ ուժեղ երկրաշարժ, ավելի հեռավորության վրա, պլյուս այս էլ աշխարհում մեկ բարեկամ երկրներ եւ այլն, ասենք օրինակի համար Սիրիա, որ բանվորքինք կառավարությունը չհամագանան կապեն հասնեն ինչ ապրի, ինչ չպետք է եւ այլն, առաջին ինֆորմացիան տալիս են։ Հիմա մենք գտնվում ենք տվյալների հավաքման եւ օպերատիվ մշակման բաժնում, Կաշ ՏՀ-ում։ Այս բաժնի հիմնական գործը այն է, որ 24 ժամ հետևենք Scream ծրագրին, ուժեղ երկրաշարժ լինելու դեպքում օպերատիվ արձագանքենք, ուժեղ երկրաշարժ լինելու դեպքում մի հերթապահը կատարում է կայաններով մշակումը, երկրորդ հերթապահը կատարում է արտաքին հաղորդագրությունը, հավաքումը, որ ուղարկենք արդեն նախարարություն, ՃԿԱԿ, իսկ արդեն պատասխանատուն հարկ եղած դեպքում զգացվածություն է ճշտում, որ արտաքին հավաքելուց նշենք, թե որ մարզերում, որ գյուղերում է արդեն զգացվել։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը մշտապես հետևում է երկրաշարժերի տեմպերին, օգտագործելով առաջատար տեխնոլոգիաներ։ Աշխատանքները ներառում են ոչ միայն սեյսմոլոգիական, այլև երկրադինամիկային, երկրաքիմիական եւ երկրաֆիզիկական տվյալների հավաքագրման եւ վերլուծության գործընթացները։ Մագնիտուդն 0.3 է, սպիտակ ունենք 0.3 մագնիտուդով։ Մեր ծառայությունը ստեղծվել է 1991 թվականին, այդ ժամանակվանից սկսած, հետո այժմ այն վարչության, հիմա արդեն ներքին գործերի նախարարության այդ իրազեկումը իրականացվում է։ Բնականաբար վերջի տարիներին քանի տեխնոլոգիաներն են զարգանում, կապի միջոցներն են զարգանում, շատ ավելի հեշտ է այդ ինֆորմացիան տարածել, բաժանել ժողովրդին, եւ մեր հիմնական խնդիրը մեր պետական ծրագրերի իրականացումն է, որը միտված է Հայաստանի Հանրապետությունում եւ Երևան քաղաքում սեյսմիկ ռիսկի նվազեցմանը, որն էլ այդտեղից բխում է մեր բոլոր գործառույթները, մոնիտորինգը, բնակչության տարող աշխատանքները, սեյսմակային շինարարությունը եւ սեյսմիկ վտանգի գնահատումը, ռիսկի գնահատումը։ Հասկանում ենք երկրաշարժը, այսի մեր ալիքային հանգիստ ֆոնն է, ուժեղ երկրաշարժ լինելու դեպքում դիմացի հատվածից ալիքային այսպես պատկեր է գրանցվում, պատկերացրեք այս դիմացի հատվածից, սենց ալիքները մտնում են ու արդեն կարելի ասած փորձից ելնելով կարող ենք հասկանալ կայանի առաջի կայանը որն է մտել, կարող ենք մոտավոր կերպով հասկանանք, թե երկրաշարժը որտեղ է։ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կազմակերպում է նաև իրազեկման դասընթացներ օգտագործելով մեթոդաբանական բաժնի մշակված նյութեր, գրքույկներ եւ խաղեր երկրաշարժի մասին իրազեկելու համար։ Մենք հիմա գտնվում ենք Գառնու երկրաֆիզիկական դիտարանի թունելախորշում։ Թունելում տեղադրված է 3 տիպի կայան, որոնցից մեկը դեֆորմոգրաֆն է, որ երկրաշարժ է լինում, գրունտը դեֆորմանում է, ու այս սարքը մեզ հնարավորություն է տալի չափելու, թե գրունտը ինչքան է դեֆորմացիա, իր սովորական դիրքից ինչքան է ինքը շեղում ունեցել։ Նաև թունելի վերջում ունենք թեքաչափ կայանը, որը չափում է, թե ինչքան է երկրաշարժից հետո գրունտը թեքվել։ 1988-ի երկրաշարժից հետո բնակչության շրջանում պարբերաբար իրազեկման աշխատանքներ են իրականացվում։ Տնօրեն Սոս Մարգարյանի խոսքով նոր կառուցվող շենքերը բնակֆոնդի 1.5%-ն են կազմում, ինչը նշանակում է, որ խորհրդային միության ժամանակների շենքերը սեյսմիկ կայունություն չունեն։ Մեր բնակֆոնդի գերակշիռ մեծամասնությունը կառուցված է նախկին խորհրդային ժամանակներում։ Մեր տարածքի, Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգը եղել է թերագնահատված։ Այսինքն իրական վտանգի փոխարեն եղել են արժեքներ, որոնք նաև սպիտակ երկրաշարժը ցույց տվեց, որ ճիշտ չէ։ Հանրապետության մի մասը նախատեսում էր 7 բալանոց գոտի, մյուս մասը 8 բալանոց։ Այնինչ սպիտակ երկրաշարժը ցույց տվեց, որ 9-10 բալանոց երկրաշարժ տեղ ունեցավ։ Հետևաբար շենքերը կառուցված լինելով այդ բալականության համար եւ ունենալով հիմա այն վտանգը, որ գոյություն ունի, համարում են խոցելի եւ դա մեծ հաշվով խնդիր է, որովհետեւ դա բնակֆոնդի մեծ մասն է։ Սոս Մարգարյանը նշում է. չնայած որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ անկայուն գոտում, այնուամենայնիվ ոչ պետական, ոչ էլ մասնավոր բուհերը չունեն սեյսմոլոգիայի ֆակուլտետ կամ ամբիոն։ Սեյսմոլոգներ դառնում են աշխատանքային փորձի ընթացքում։
Thank you.